Պարոն Սողոմոնյան, տևական ժամանակ է ինչ այս իշխանությունները պայքարում են եկեղեցու դեմ, հիմա արդեն անցել են ավելի լկտի պահվածքի, թիրախավորելով անձամբ վեհափարին։ Բացատրություններ են պահանջում, ասում են, որ դուստր ունի, դուք այս թեմայի շուրջ ինչ կասեք։ Շատ բան կա ասելու այս թեմայի հետ կապված, առաջինը խախտվում է սահմանադրական կարգը և ոտնձգություն է կատարվում սահմանադրորեն երաշխավորված կրոնական կազմակերպությունների ներքին ինքնավարության, ազատության դեմ, որովհետև այդ ինքնավարությունն ու ազատությունը երաշխավորվում են սահմանադրության 17-րդ հոդվածով և որի համաձայն եկեղեցու ներքին գործերին, ներքին կարգ ու կանոնին, էթիկայի և այլ հարցերին պետության կողմից խառնվելու իրավունք չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռական ձայն ունենա կաթողիկոսի ընտրության գործում։ Սա ոչ միայն բարոյական տեսանկյունից է անընդունելի, ոչ միայն պատմական տեսանկյունից է անընդունելի, որովհետև մշտապես մեր 1725-ամյա եկեղեցու նվիրապետական կառույցը ձևավորվել է իրեն որպես գլուխ ունենալով ամենայն հայոց կաթողիկոսին և այդ ընտրության հարցում պետությունը երբեք չի միջամտել և բացի դրանից սա նաև ինչպես նշեցինք սահմանադրության կոպտագույն խախտում է, իրավունք չունի պետության ղեկավարը այսպիսի հայտարարություն անի, սա հանցագործություն է, սա սահմանադրական կարգը խախտող հանցագործություն է։ Իսկ թե ինչու է այսպիսի քայլի գնում, իրեն օրենքից վեր դնելով, ինքը մտել է նախընտրական պայքարի մեջ, ինքը վերցրել է գրեհկաբանության ոճը, հայհոյանքների ոճը, հույս ունենալով, որ այն էլեկտորատը, ընտրական այն զանգվածը, որոնք իրենից հիասթափվել էին և գնացել էին այլ մարդկանց ուղղությամբ, որոնք որ հայհոյախոսություն էին կիրառում, հիմա այդ մարդկանց բացակայության, ես չգիտեմ ժամանակավոր է այդ բացակայությունը թե ինչ, բացակայության պայմաններում նա ձգտում է դեպի իրեն գրավել այդ ընտրական զանգվածը, որովհետև տեսնում է, որ դաշտում ընդդիմադիր այլ խաղացողների վարկանիշերը աճում են և ինքը այստեղ ընտրությունների ժամանակ լուրջ խնդիր է ունենալու։ Սա մեկ, երկրորդ հերթին մի զարկով երկու նապաստակ է խփում, սա մեկ իր ընտրական զանգվածի, ընտրազանգվածի հարց է փորձում լուծել սրանով և երկրորդ հերթին կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի խոսույթն ու Իլհամ Ալիևի, Ալլահ Շուքյուր Փաշազադեի խոսույթը հայոց եկեղեցու հարցում կարելի ասել իդենտիկ են և հայոց եկեղեցին է այն կառույցը ներկայում, որ բարձրացնում է արցախցիների վերադարձի հարցը, արցախցիների անվտանգ և արժանապատի վերադարձի հարցը բարձրացնում է միջազգային ատյաններում, ինչը արժանանում է թուրք-ադրբեջանական տանդեմի լրջագույն անհանգստությանը և հակազդեցությանը և նրանք իրենց Հայաստանում գտնվող գործակատարի միջոցով փորձում են այս պրոցեսի դեմը առնել, ահաբեկելով եկեղեցուն, փորձելով պառակտել և այսպիսով նա լավ հասկանալով, որ եկեղեցուն հարվածելով կոնֆլիկտ է սկսելու, գիտակցաբար գնում է այդ քայլին, որպեսզի իր շուրջը համախմբի հայ առաքելական եկեղեցու հետևորդ չհանդիսացող մարդկանց, քաղաքացիներին, ինչպես նաև օբյեկտիվ, երբեմն օբյեկտիվ, բայց հաճախ նաև խիստ սուբյեկտիվ, ավելի հաճախ խիստ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված քաղաքացիների, այն քաղաքացիների, որոնք որ դժգոհ են որոշ սպասավորներից, եկեղեցական որոշ սպասավորներից, նրանց է ուզում այսպես համախմբել և այսինքն նորից իր պայքարը տանում է ոչ թե հանունի, այլ ընդդեմ սկզբունքով։ Հիմա էլ թիրախավորելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Նախկինում, եթե նախկին իշխանություններն էին մեր վատ ապրելու պատճառը, հետո ռուսներն էին, հետո, չգիտեմ, պետական պաշտոնեություններ, բանարիկի գեներալիտետներ, այսինքն բոլորը հիմա էլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ միակ սուրբ մարդը, միակ անմեղ մարդը, այսպես ասենք, որ ժողովրդի առջև ինքն է ներկայանում։
Պարոն Սողոմոնյան, օրերս նաև Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի պետական համալսարան, ինչ եք կարծում, արդյոք Նիկոլ Փաշինյանին պետք է այնտեղ ընդունեին։ Մեծ հաշվով Երևանի պետական համալսարանում չեն ընդունել Նիկոլ Փաշինյանին։ Դատելով մարդկանց քանակից, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ջերմ ընդունելության չի արժանացել։ Այնտեղ ապահովել էին ուսանողների ներկայություն, ներողություն արտահայտությանս համար քերելով։ Այսինքն ստիպում էին, որ ուսանողները գնան։ Ես չեմ կարող ասել, ինձ ամեն դեպքում իրավունք չեմ վերապահում, ասեմ ստիպում էին։ Կարող է եւ չէին ստիպում, որովհետեւ իմ ծանոթ ուսանողներից շատ քչերին 2-3 հոգու ես նկատեցի, մեկը որ շատ լավ երիտասարդ, խելացի երիտասարդ գնաց եւ հարց տվեց, այնտեղ կարևոր հարցեր տվեց, բայց տեսանյութ չկար այդ ամեն ինչի մասին, ցավոք սրտի մենք միայն երիտասարդի պատմածի միջոցով իմացանք եւ 1-2 եւս ուսանողներ, ովքեր որ առողջ քաղաքացիական կեցվածքով ինձ համար գոնե աչքի չեն ընկնում, այնպես որ ես չեմ կարող ասել, որ հատուկ այդպես ստիպելով են տարել, բայց ես գիտեմ, որ ֆիլտրելով են տարել, որոշակի այդ աշխատանքներ տանելու արդյունքում են տարել ուսանողների եւ թվով շատ քիչ դասախոսներ էին, ովքեր որ հանդիպման այդ կարճ տեսանյութի ժամանակ ակնհայտ երևում էր, որ աշխատում էին գլուխները կախ պահել, աշխատում էին այդպես շատ չերևալ, որովհետև հասկանում էին, որ այստեղ իրենց ներկայությամբ լեգիտիմացրեցին Արցախը հանձնած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացրած մարդու այսպես լեգիտիմացնելուն են նպաստում, նրա օրակարգին են նպաստում, մարդու, որ հայհոյախոսությունը որդեգրել է որպես ուղեգիծ իր համար եւ այդ դասախոսների համար իրենք էլ են հասկանում են, որ ամոթ է նման մարդու ընդունել Երևանի պետական համալսարանում մայր բուհում, որը որ մեծադիր այդպես սլայդի վրա ներկայացնում էր այն ցնդաբանությունը, որ կոչվում է իրական Հայաստան, նախկինում այդտեղ ուրիշ մեծ քարտեզ կար, կախված ռելիեֆային մեծ քարտեզ կար, կախված մեծ հայքի։ Եվ այսպիսով ցավոք սրտի, թեև լավ ընդունելության ուրեմն չարժանացավ, բայց ցավոք սրտի համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը փորձում է լայն հասարակությանը ցույց տալ, որ ինքը իրերի դրության տեր է, ինքը վերահսկում է, ինքը նաև Երևանի պետական համալսարանում կարող է լինել, բայց մի փոքր վերլուծելու ցանկություն ունեցող մարդիկ, մի փոքր խնդրի մեջ խորանալու ցանկություն ունեցող մարդիկ երկու փաստ իրար կողք որ դնեն, կհասկանան, որ այդ ամեն ինչը սարքած էր, այդ ամեն ինչը պարզապես շոու էր, ստիպողականության հանգամանքներ իհարկե կային, որովհետև նույն ռեկտորին հարցնում են ինչպես եք վերաբերվում հայհոյախոսությանը, նա չի կարողանում այդ հարցին պատասխանել, ակնհայտորեն խուսափում է այդ հարցին պատասխանելուց, բայց մոտավորապես տալիս է պատասխան, որ որպես ռեկտոր ստիպված ենք, այսպես ասենք, ընդունել այս իրավիճակն է։